Շատ հարցեր կան, ժողովուրդ, որը պետք է վերանայվի։ Առաջիկա համապետական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի համար, պետք է անտարբեր չգտնվել, գնալ ու մասնակցել քվեարկությանը։ Գագիկ Ծառուկյանը խորհուրդ է տալիս վստահել այն մարդկանց, որի գործունեությանը ծանոթ են, գիտեն անցած ճանապարհը։ Ես ամեն ինչ ունեմ, աշխատող ընտանիքից, պետական պաշտոնի չեմ եղել, բոլորն էլ գիտեն, առաջի 100,000-ը ոնց եմ ստեղծել, ոնց է 100,000, 200, 500 եւ ավելացել։ Եվ միշտ փայաբաժին հանել եմ, որ ասում եմ, ինչքան դու ճիշտ ես վերաբերում, այնքան քեզ Աստված ավելի շատ է տալիս։ Մարդիկ 50 տարեկան մարդիկ են կյանքում պետական պաշտոնի չի եղել, ոչ մի բան չի կազմակերպել, մեծ օր եկել է նախարար աշխատում։ Այն մարդը 20 տարի վարչության պետ է եղել աշխատել, ասում է դիում գրի գնա, մերոնք եկել են։ Պետք է մոտեցում լինի։ Մարդը պետք է պատասխանատվություն ունենա, դուք էլ ճիշտ ընտրություն պետք է կատարեք, ժողովուրդ։ Դաժե ասել եմ, ես վարչապետ չեմ ուզում, հրաժարվում եմ, այլ պետք է լինի ապագայի վարչապետը, որ չասեն Ծառուկյան ընկելա փողոց, ասում է, որ ինքը դառնա վարչապետ։ Ես ուզում եմ իմ երկիրը լավ լինի, հզոր լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ երեխաների ապագան փայլուն լինի։ Իսկ դա հնարավոր է։ Ոնց որ ես չեմպիոնին չուղարկեմ մրցման, որող պորս տղին ուղարկել։ Ով կարա չեմպիոն դառնա, նրան պետք է ուղարկել։ Ով կարա ծանոթությունը վերցնի, ծանոթություն վերցողը պետք է փորձ ունենա, կյանքում աշխատած լինի, գնահատող լինի, կապեր ունենա, ճանաչում ունենա, խոսք ունենա։ Հարցեր ունեք, տվեք պատասխանը։ Արդեն իր գործով վարչապետա դուք։ Ես նորից եմ ասում, ես իմ ժողովրդի ցավը տանեմ։ Ձեր բարերարությամբ, ձեր նվիրվածությամբ այդքան արցախցիներին, այդքան սպորտսմեններին։ Շնորհակալ եմ։ Քարքին մարդ ես, ես նորից եմ ասում, ցանկացած մարդ կարիք ունի գնահատականի վերաբերմունքի։ Ես տեսնում եմ ժողովրդի ջերմությունը, հավատքը, ոնց որ ավելի պարտավորված ես գնում, որ ավելի լավ բան անես։ Իրական կյանքում դա մնում։ Փողի չափսը չի, կարևորը գործն է, լավ գործնությունն է, որ մարդիկ հիանան, մարդիկ գոլ լինեն, ասա հալալ այդ մարդուն, որ ասեց արեց։ Կտակ ձայնել գոհեմ, չտակել էլի։ Ես ձեր Ծառուկյանն եմ, խնդիր չկա։ Հարգե սիրել ենք ու սիրել ենք։ Ես ձեր ցավը տանեմ։